Նամակ ՔՊԻ անունից անհայտ անձինք փորձել են ֆիշինգային հարձակում իրականացնել քաղաքասարակության կազմակերպությունների դեմ։ Փորձը կատարվել է իշխող կուսակցության էլեկտրոնային փոստի հասցեին նմանվող հասցեից ուղարկված նամակով։ Առաջիններից մեկը թիրախավորվել է ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնը։ Դա այնքան ոչ պրոֆեսիոնալ պատրաստված նամակ էր, որ կարծում եմ նույնիսկ մասնագետ պետք չէ լինել, որպեսզի հասկանալ, որ սա ինչ որ կեղծ կամ այսպես կոչված հիբրիդային գործողություն, այսինքն կամ խարդախություն պետք է լիներ, պետք է դիտարկել, կամ էլ այդ տիպի արտաքինամիջամտության փորձ։ Գրիգորյանի խոսքով տեքստում նաև բազմաթիվ քերականական սխալներ կան, ավելի ուշադիր են ուսումնասիրել էլեկտրոնային հասցեն, պարզել, որ ֆիշինգային տիպի գործողության հետ գործ ունեն, կապվել են տեղեկատվական անվտանգության մասնագետների հետ։ Դանիել Իոնիսյանն այսօր արդեն երկրորդ անգամ է թիրախավորվել։ Այսօր արդեն շատ նման ձևով արդեն ազգային ժողովից ուրիշ նամակ ուղարկեցին։ Ճիշտն ասած, ես մի անգամից հասկացել եմ, որ դա կեղծ նամակ է, որովհետև ինձ աչք ծակեց հայերենի մեղմ ասած ցածր որակը, աչք ծակեց, որ տեքստը հայերեն էր, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անվան փոխարեն ասվում էր civil contract կուսակցություն։ Կեղծ առաջարկ նամակն ուղարկվել է պատգամավոր Մարիա Կարապետյանի անունից։ Կարապետյանը քաղաքացիական պայմանագրի ճանաչված ներկայացուցիչներից է, հայտնի է քաղաքասարակության շրջանում։ Զեղծարարների թիրախում են հայտնվել ոչ միայն քաղաքասարակության ներկայացուցիչները, այլ նաև պաշտոնյաներ, կուսակցության այլ անդամներ։ Որ նաև մի շարք կուսակցական գործընկերներ են ստացել նմանատիպ նամակներ, որքան հասկանում ինչ որ տվյալների հավաքագրում է եղել նպատակը, այնտեղ տարատեսակ հարցեր կային, ինչ որ Google Form-էր, որպես այդպեսին դրված հարցը նամակի մեջ, որ նամակ ստացողը պետք է մտներ այնտեղ դրածներ ու ընդհանուր միջև կարող էր լինել, որ ինչ որ մեյլին հասանելիություն ստանալու նպատակ հետապնդեր։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արտուր Պապյանի խոսքով նման հարձակումները Հայաստանում հաճախակի են դարձել վերջին մեկ տարվա ընթացքում։ Կիրառվող մեթոդները դիտարկվել են նաև Ուկրաինայում եւ Մոլդովայում։ Հայաստանում երկու խորշոր տիպի հարձակվողներ կան, կամ ադրբեջանցիներն են ինչ-որ բանում, կամ ռուսները։ Եվ երբ տեսնում ես, որ թիրախավորել են Հայաստանը եւ պլյուս դա ինչ-որ մի կերպ հետքը կապվում է, թվային հետքը կապվում է ուկրաինական ենթակառուցվածքի հետ, կարելի է հստակ ենթադրել, որ գործ ունենք ռուսների հետ։ Զեղծարարների կողմից գործարկվել էր civilcontact.am դոմեյնը եւ ստեղծվել էին էլեկտրոնային փոստի կեղծ հասցեներ։ Հարձակման ենթարկված անձինք դիմել են նաև կիբերոստիկանություն։ Սա ֆիշինգային հարձակման վառօրինակ է, եղեք զգոն միշտ ստուգեք հաղորդագրություն ուղարկողի ամբողջական տվյալները եւ մի անցեք կասկածելի հղումներով։ Նպատակն է քաղաքասարակության ինչ-որ կարկառու ներկայացուցիչներից, ինչպես նաեւ պետական ինչ-որ պաշտոնյաներից հասանելիություն ստանալ իրենց Google օգտահաշվին, ինչու, որովհետև շատերի մոտ Google օգտահաշիվը կապված է լինում հեռախոսի բեքափների հետ, WhatsApp-ի բեքափների հետ, նույնիսկ եթե ամբողջ պաշտոնական կամ աշխատանքային գրագրությունը լինում է այլ ֆորմատով, այդ կիսված ֆայլերին հասանելիություն ստանալը կարող է զգալի արժեք ներկայացնել եւ լրտեսական կարեւոր տեղեկատվություն տրամադրել։ Տիգրան Գրիգորյանի խոսքով թիրախավորվել են անկախ կազմակերպությունները, ինչպես նաև Ռուսաստանի վերաբերյալ քննադատական վերլուծությունների հեղինակները։ Ենթադրում են, որ չգիտեմ, իշխանությունների հետ աֆիլիացված ինչ-որ կազմակերպություններ են, այն դեպքում, երբ մենք փորձում ենք անկախ աշխատանք կատարել եւ իրականում նաեւ այդ հանգամանքը դրդեց մեզ մոտ կասկածներ ունենալ, որ սովորաբար մենք իշխող կուսակցությունից նմանատիպ հրավերներ կամ համագործակցության առաջարկներ չենք ստանում եւ դա եւս կասկածելի է։ Վահագն Ալեքսանյանի համար ակնհայտ է նախընտրական շրջանում նման հարձակումները ավելի հաճախակի են դառնալու։ Խումբ, խաբեբաների խումբ բացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության դոմեյնին շփոթության աստիճանի նման դոմեյն, դրանով մեյլեր է ուղարկում, փորձում է տվյալներ հավաքագրել, մարդկանց մեյլերը հավաքագրել, ձեր աչքի առաջ նաև ձեր հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ Մոսկվայում ինչ-որ ամերիկյան անունով թերթ են տպում գոյություն չունեցող լրագրողների անունից, ու այդպես։ Այս ամեն ինչը ակնհայտ հիբրիդ է, երեք բոլորիս աչքի առաջ ինչ-որ Սյունիքի վրա կրակոցների մասին ապատեղեկատվություն էր ամբողջ ինտերնետով սավառնում, այսպես շարունակ։ Թիրախավորվել են սուբյեկտներին, որոնք որ մեծ հաշվով ներկա փուլում հիբրիդային հարձակումների հակառակորդն են։
Արթուր Պապյանն ընդգծում է Google-ի ուղղությամբ թիրախավորումն ամենատարածվածներից մեկն է։ Անհրաժեշտ է բարձրացնել թվային անվտանգության մակարդակը եւ զգոն լինել կասկածելի հաղորդագրությունների նկատմամբ։ Շատ ցանկալի է, որպիսի բարձր վտանգավորության մարդիկ, ովքեր կարևոր արժեքավոր ինֆորմացիա են տիրապետում հատկապես Հայաստան, եվրոինտեգրում, ժողովրդավարական արժեքների ուղղությամբ, որպեսզի իրենք կիրառեն այսպես կոչված Google Advanced Protection, ծառայությունը, օրինակ իմ դեպքում միացված էր եւ երբ ես փորձում էի կլիկ անել սեղմել այդ դաշտին, անմիջապես Google-ը կանխում էր դա, ասում էր որ չի կարելի, սա շատ վտանգավոր է։ Զեղծարարների կողմից ստեղծված Civil Contact կայքի հասանելիությունն արդեն կասեցվել է։